Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, կրկին անգամ ուրիշ կարծիք ոդկասթն է, այսօր ես ու Վահեն ենք եթերում, բարև Վահե։ Ողջունում եմ, նախ շնորհավորում եմ մայիսի 1-ի կապակցությամբ մեր բոլոր աշխատավոր հայ ժողովրդին, կարծում եմ, որ մենք հնարավորություն կունենանք պատշաճ կերպով այս տոնը նշելու ոչ Նիկոլ Փաշինյանի հետ բնականաբար։ Հիմա իրավիճակը այնպիսին է, որ ըստ Նիկոլ Փաշինյանի այսօր հարկատու հերոսների տոնն է մասնավորապես, որտեղ յուրաքանչյուրը որ աշխատում է ու հարկ է վճարում, արդեն հերոս է ու այդ հերոսացման process-ը իհարկե ամենայն հարգանքով ես ինքս Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելով հարկերը վճարելով ես ինձ հերոս չեմ համարում, որովհետև դա ուղղակի պարտավորվածություն է քո պետությանը, հա, դա պարտականություն է, հիմա ոնց որ ես հիմա ասեմ ես գնացել եմ բանակում ծառայել եմ իմ հայրենիքին ու դա երեսով տամ դա իմ ընտանիքի համար պարտականությունն է։ Հիմա նույնն էլ հարկն է, եթե ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ունեմ բնակարան, այդ բնակարանը ունի գույք։ Այսինքն իր կարծիքով նախկինում ոչ մեկ հարկ չէր վճարում, ասենք ջրի վարձը չէի տալի, այնվաղ 16 թվին։ Ճիշտն ասած, ես ինչ հիշում եմ իմ գիտակից կյանքում, մենք համ կոմունալներն ենք վճարել, համ հարկերն ենք վճարել, չենք էլ խուսափե, բայց չի եղել որ մեզ հիմա պատճառը որն է, էլի, ասենք, իխեն հիմա հերոսացնում։ Որքան գալիս ենք նրան, որ արժե զրկում են այն հերոսները, որոնց կային։ Այսինքն հիմա տեսեք, լավ, ես ու Մոնթեն ոնց կարանք համեմատում ենք հերոսացման մասով, որտեվ ազատագրել են, չէ՞, ամբողջ 12000 քառակուսի կիլոմետրը, չէ՞։ Հիմա այսինքն որ ես իմ բժնի տան հարկը վճարել եմ, ի՞նչն եմ ազատագրել, դրա հերոսությունը ո՞րն է։ Ու այս ֆոնի վրա այսօր էլի նախորդ խորոված փարթին հաջորդում է այսօրվա խորոված փարթին դրա մասին արդեն էլ խոսալը ոնց որ իրանք էլ են կրկնվում մենք էլ ենք կրկնվում Ալեն Սիմոնյանի պարը այդ ծիգրով կեքի է նայ ասենք իրանք իրանց ժողովրդի հետ շփվում են լավ է նա այդ են բայց Սևան ջան իրանք իրանցով եթե հավաքվել էին 40000 հոգի պայմանականորեն լավ Դանիել Լեոնիսյանը կարող է ասի մի 700-800 հոգի մարդ է մեր հայրենակիցներն Ոչ մի խնդիր չեմ տեմ, բայց լավ այդ 40000 հոգով որ հավաքվել էին, նշում էին քաղաքացու օրը, որ քաղաքացու տուգանքի մատերիալ քաղաքացու օրը։ Չէ, նա իրանք սենց են աշխատում, դու պատկերացում չունես խեին այդ մարդիկ եկե, ես քեզ ասեմ, տարբեր մարդկանց հետ շփվելով հասկանում ես տարբեր մարդիկ ոնց են մտածում։ Հիմա մարդիկ կան, որ աստղեր էին եկե Արտաս Ամանյան։ Ես չեմ լսում ամեն դեպքում հետաքրքիր չի, բայց կան մարդիկ, որոնց դրանց խաթր ես ճանաչում եմ շատերին ու վստահ եմ, որ իրանք կյանքում Նիկոլ Փաշինյանին ձայն չեն տալու, գնացել էին այդ աստղերին լսելու, այդ իրանք ընտրողը չի, այդ որ հավաքել էին, արի դա ֆիքս ենք։ Իմ կարծիքով ես Այդ ովքեր եկել էին, այդ եկողները ընդհանրապես ընտրության չեն գնալու։ Չէ, հիմա ընտրության կգնեն, ես օրինակ գիտեմ մարդիկ։ Անվճար ոչի բան չի լինում ընտրությունների։ Չէ, նայ, արի, ընկեր ասեմ, հաստատ բան եմ ասում։ Գիտեմ մի քանի ընտանիք, իրանց երեխաներով, ամեն ինչով գնացել են այդ համերգին ու իրանք հաստատ վստահ եմ, ընկեր Նիկոլ Փաշինյան չեն ընտրելու։ Ոչ 21 թվին են ընտրել, ոչ հիմա են ընտրելու։ Վստահ եմ։ Ուղղակի համերգ էին։ Հա, այդ սիրում էին այդ երգչին։ Հիմա տունն էին լսում YouTube-ով։ Հիմա գնացել են ժիվոյտները։ Այդ process-ը Սևան ջան, կարծում եմ կարելի է, գիտես, ես այդ մարդկանց ոչ մեղադրում եմ ոչ էլ դրա մասին չի խոսքը, այլ Նիկոլ Փաշինյանի այդ բերած մարդիկ, ովքեր հավաքվել էին, ինքը չէր բերել։ Դա իրանք վերագրում մարդիկ չէին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկել էին մեր հետ նշում էին քաղաքացու տոնը եւ այլն եւ այլն, չէ՞, բայց տակի հա ենթատեքստը է դա։ Հիմա նույնն է, որ օրինակ մենք չենք մեղադրում, չէ՞, այն մարդկանց, ովքեր որ ամանորին գնում են տոնածառին, իրանց երեխեքին տանում են, ճիշտ է։ Հա, բայց այս քաղաքացիորը տենց հենց ուղիղ հատկանշական է հեղափոխության է։ Անգամ եթե իրանք գնում են շահագարտավոր անգամ այդ եմ ասում, եթե գնում են տոնածառի հանդեսին, իրանք գնում են, որ այդ տոնածառն է, էլի։ Անգամ եթե Ավինյան այդ Լուիսերը բան։ Հիմա նույնն էլ քաղաքացու օրը, իրանք հրճակել են իրանց օրը, ճիշտ է, բայց կանչել են Ինգրիդին, այն մեկին Իվետային եւ այլն, ասում են դուք այդտեղ երգեք, որ ավելի շատ մարդ կա, որ ասեն նայեք ինչքան մարդ բերեց Նիկոլ Փաշինյանը։ Պարզ է, որ դա սովորական խաբեություն է, մանիպուլյացիա ու իրանց քաղ տեխնոլոգները ինչպես մի շատ լավ աշխատում են ու հրանգավորել են այնպես, որ այդ ծիգրովկեքն էլ կային, ալենի այդ պարողներն էլ կային, երգողները, ճիշտ է, դժգոհովներ եղան, որ միսը ձրիչ էր, այդ խնդիրներն էլ առաջացավ, հա, որ պատկերացնում ես, բայց ինչ որ ժամանակ միսը ձրի է հայտնվել, որ ասենք
Ջան, ինչ որ ժամանակ եղել է որ զրի է եղել այդ չէ, Նիկոլ Փաշինյանն ասել է որ կարակ գաք ուտեք, հա ծրի։ Թե իր համար զրի է, բայց այդ սովորական այդ շարքային քաղաքացու համար ու զրի չի կամ կարող է շարքային քաղաքացիներից ասենք շարքային քաղաքացին գիտեր զրիա գնացել էր ուտել։ Այս շարքային քաղաքացին 3 միլիոն վարչապետերից մեկն է, որը պետքա գներ զրի ուտեր, բայց ճիշտ է որ նեղվել են այդ ժողովուրդը, որ զրի չի։ Ադե նեղվելու է։ Իրականում դե նեղվելու է, էլի ասա հիմա որ դու վարչապետ ելնես, գնաս ձեռդ քարի տակա առներ նորմալ սեղան գցեիր, էլի մեկը քո միլիոն էիր դուրս տալու, ես չէր ինչ էիր անելու։ Հա, բայց մեր հարկերից էր, չէ, դուրս տալու։ Դե sense տենաս դուրս է տալի։ Մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Հիմա ինքնա որոշ հաշվին է, չէ, այդ դա ինքը մեզ չի հարցնում, չէ, ինչ անի։ Չէ, հիմա էդ է թողանի։ Հիմա օրինակ Նիկոլ Փաշինյանը մեզ հարցրել է, որ արտաքին պարտքը 14.7 միլիարդ է։ Չի հարցրել, հա, իհարկե։ Բայց վերցրել է, այդ արտաքին պարտքը վերցնելու հաշվին ասֆալտ անում կամ ինչ որ փարթի անում կամ ինգրիդին է բերում։ Մի հատ էլ ասում նայեք, այդ ես եմ։ Ինգեր այդ ում էլ տեղ նստես ասես այս փողով եկալ ինգրիդին կանչին, ստում ուղակի պետքա գտնեն հերախոսի համարը զանգեն իվետան։ Հա, հիմա հերախոսի համարով չի, այլ ասենք չգիտեմ, այդ երկիչները իրենց YouTube-ում իրենց կոնտակտները թողում են բոլորը, թե ոնց կապվում։ Ինքը ուղակի հետ է կազմակերպել։ Ուղակի, չգիտեմ, WhatsApp-ով պետքա հավաքել զանգել։ Երբ որ պետք է հերախոսը վերցնել, զանգել պայմանականորեն Վլադիմիր Պուտինին ու ասել, որ ստեղ մարդիկ են զոհվում պատերազմի շրջանակներում։ Բայց դու պատկերացրես Նիկոլ Փաշինյանը զանգի, ասի Ինգրիդին, ասի գիտես ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ։ Չի կարող, ասել անգլերեն չգիտի նախ։ Երկրորդն էլ ես այդ տեսարանը արդեն պատի հալո Նիկոլ Փաշինյան Աննան տունը չի Ինգրիդ ջան։ Ինչքան ես ուզում։ Ալենը հա էլի բան դե կինը։ Դե ամեն դեպքում այդ են էլի իրանց այդ ապելակերպը, մտածելակերպը այդ դա է։ Իրանց հա ու ցավով եմ ուզում նշեմ, որ մեր քաղաքացիների մեջ կա այն կրթական ցենզի բացակայություն, ովքեր որ այնտեղ են ամենայն հարգանքով։ Հիմա այդ մարդիկ ասենք մի քիչ լավ չեն սովորել, իրանց կյանքն էլ տենց է դասավորվել, որտեվ նայում ես էլի, ասենք տարիք էլ ունի, էլի, այն անատամ կինը, որ ասում է եկել ենք Նիկոլին փաթաթվենք, բան, սա նորմալ է ու այն մյուս կանայք, որ ասում են ախպեր, բայց արի ամենայն անկեղծությամբ մի հատ իրար հետ արի քննարկենք, որ ոնց են մարդիկ սիրում Նիկոլ Փաշինյանին։ Կամ մարդ, ասենք հիմա չէ նայ, կուրորեն չէ։ Ախպեր, արի մետ հասկանանք, ինչու է մարդը հերոստատեսությամբ կամ չգիտեմ, ցանկացած եթերում գնում փաթաթվում, ասում Նիկոլ Փաշինյանին ես քեզ սիրում եմ, որը արժանիքի համար ուխի դա այդպես։ Կասես, դրդապատճառները երկուսն են։ Կամ իրանց մարզպետը ասել է, որ այդ տենց է պետք անել, պայմանականորեն մարզպետը կամ վարչապետը շահի համար էլի ինչ որ արի, ու երկրորդը օրինակ ես իրապես անձնապես հույս ունեմ այդ տաքսիստը չի նեղվի, ինձ տանում էր լրատվական հարցազրույցի ու այդ այն օրն էր, որ բանա մարտզովես 12 հոգի վիրավորվեցին Նիկոլ Փաշինյանի այդ ավտոշարասյան դիմացներ հայտնվել, տվին սպանում այդ մարդուն։ Հիմա անկեղծ իրան ոչ մի մարզպետ չէր հանգավորը, ինքը ուղակի եկել էր ինձ տեղափոխում էր ակետից բեկետ իր գործներ անում ու այդ քննարկման արդյունքում ինքը պնդում էր, որ ախպեր ջան, ասենք վարչապետը որ անցնում է, ոչ մեկ իրավունք չունի հելն իր դեմը, եթե հելնում է պիտի տան սպանեն, բա ոնց։ Ասում եմ, բայց երկրի ղեկավարը եթե հանդիպի քո ընտանիքի անդամներին ու իրանց գցի ավտոյի տակ, որովհետև ասում է ցավը տանում։ Եթե պիշի խոդով չի անցնում, Նիկոլն է անցնում ընդեղով էլ ավտով, բա պետք է գցի տակա, եթե ասում եմ Սոնա Մնացականյանին արդարացիորեն են սպանել, ամենայն անկեղծությամբ ես ճանաչում եմ այդպես մարդ, ինքն է։ Ասեց այո, որովհետև ինքը պիշի խոդով ասում է չի անցել։ Պատկերացնում ես, այսինքն պիշի խոդով չի անցա, պետքա տան սպանել։ Ասում են ինքը օրենքա խախտե տեղով չի անցել, այն էլ վարչապետի բանը իրավունք ունի, չէ, ասենք արագություն, գերազանցի կարող է շտապում, ուր է շտապում։ Ախպերս նայ, ամեն դեպքում օրենքի տեսանկյունից ճիշտ ես ասում, բայց մարդկային տեսանկյունից արի նայենք։ Չէ, նայենք այն նրան, որ իրանք չեն կանգնել անգամ տեսնեն, որ մահացավ, օգնություն ցուցաբերեն, հասկանում ես, այսինքն լավ, ասենք օրենքով չի կարելի, օրենքով հիմա ամեն մեկը կարա, ասենք օրենքով կարելի էր 5000 հոգի կոտորել նոր Արցախը հանձնել։ Չէ, հիմա Նիկոլ Փաշինյանն սիրողներին եմ էլի ուզում դիմել։ Ինչի որ արժանիքի համար եք իրան սիրում։ Մի հատ կգրեք ինչ որ մեկը կոմենտում, որ ինչի համար եք դուք սիրում Նիկոլ Փաշինյանին։ Ես շատ լավ գիտեմ մեզ նայողներից շատերը տենց չգիտեմ, իրանց աշխատողներն են, չէ, հոգու խորքումը չէ, իրանց աշխատողներն են, իրանցից կախվածություն ունեն։ Մի հատ հասկացեք ում եք դուք պաշտպանում, ում հետ ինչ որ համագործակցության եզրեր գտել։
Օրինակ անկեղծ ես նույնը փորձեմ վերաձևակերպեմ իմ կարծիքը ավելացնեմ, տեսեք։ Ես ինքս ինձ շատ ժամանակ հարց եմ տվել, թե ինչու համար եմ ես պայքարում Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ու այդ հարցի պատասխանները ես ստացել եմ առավել եւս 20 թվականից հետո, այսինքն եթե անգամ 19 թվականին, որ 10,000 հոգի զոհվեցին կորոնայի ձախողման արդյունքում եւ այլն, մտածում են լավ, միգուցե ինչ որ բան, չէ, բայց արդարացում չունեին, ոնց որ Գարդասիլ Արսեն Թորոսյանը, որ ալկոգելի բիզնես էր անում, այնտեղ մարդիկ կոտորվում էին։ Հիմա պատերազմից հետո իմ մոտ էլ հարց չի առաջանում, ես ինչու համար եմ պայքարում Նիկոլ Փաշինյանի դեմ։ Որովհետև այդ մարդը մեղավոր է Եռաբլուրի մեծացման, Արցախի հանձնման ու նաև ոչ միայն որ չասեք, գիտեք ինչ կա, մենակ Արցախից եք խոսում, չէ, Հայաստանի տնտեսության, չէ, ամեն ինչը ինքը Արցախը արժեք էր, Արցախը հանձնելը դա իմ կարծիքով ամենավատթարագույն մեղքն է, որ ինչ որ մեկը կարող աներ։ Բա լավ, հիմա ասում եք մենակ Արցախից եք, չէ՞ խոսում, շատ ժամանակ լնում է տես դեպքեր։ Հիմա լավ, եկեղեցու դեմ հարձակումները Արցախի հետ ինչ կապ ունի։ Եթե իմ կարծիքով մարդ եկեղեցասեր է ու քրիստոնեություն ընդունում է ոնց որ կա, ինքը չի կարող Արցախը չսիրի։ Արցախի համար չափսոսի, ցանկացած մարդ։ Ու յուրաքանչյուր տարածքի դա կլինի Սև լճի հարակից տարածքները։ Չէ, իմ կարծիքով ասենք երկիրը սկսել մաս տալ սկսեց Արցախից, հիմա այս Հայաստանի տարածքների մասով, հիմա ինչ այդ մարդուն պետքա լինեն մարդիկ, հա, գիտակից, ովքեր պետքա գնան ընտրեն իրան։ Սիրելի, այս ազի զորով ոնց որ ասում են, սիրելի քաղաքացիներ, լավ 2 մետր ասֆալտի համար գնացեք անդիմադիրներին ընտրեք։ Արարած սարը, լավ ուրանանք մեր զոհերին, մեր ազատագրական պայքարը, մեր երկրորդ հայրենիքը, մեր սրտի մի մասը, ուրանանք մեր կրոնը, եկեղեցին, մեր երրորդ հանրապետությունը որպես պետություն եւ ինքնիշխանություն, այդ ամեն ինչը ուրանանք, որ ասֆալտ արե, անկեղծ կամ 10,000 դրամ ընտրակաշարք է բաժանում, ասենք թոշակի տեսքով։ Որ մեկը դա ինչ հասցնում առնի ու արդյոք դա մի շաբաթվա գոնե հերիքում է, բնականաբար ոչ։ Պետք չի ժողովուրդ, պետքա ձայնը տալ ընդդիմությանը։ Անկեղծ գոնե, հա, այս ընտրություններին բնականաբար Նիկոլ Փաշինյանը կեղծելու ընտրությունները, դա չի քննարկվում։ Եթե մարդը կեղծում է, ասենք, պատերազմի զոհերի եթերում ասես քո ձայնը ում ես տալու։ Ես միանշանակ ընտրելու եմ ընդդիմադիրներից իմ կարծիքով շատ ձայն հավաքող Դաշինքով էր թե կուսակցությունով էր, չեմ հիշում, բայց միանշանակ կարծում եմ, որ դոմինանտ այս պահին իրենք են, իհարկե ամենայն հարգանքով Սամվել Կարապետյանը։ Մյուսների մասով բնականաբար ես ցանկանում եմ, որ բոլորն էլ հնարավորինս շատ ձայներ հավաքեն ու մեր քաղաքացիներին բնականաբար կոչ եմ անում, որ յուրաքանչյուրը նախ ընտրի իր խղճի համար ու ընտրի յուրաքանչյուր իրապես ընդդիմադիր դաշինքի կամ կուսակցություն, որովհետև այնտեղ պայմանականորեն Արամ Սարգսյանին ընտրողները չեն ընտրում ընդդիմության։ Այն Բաբաջանյան բան կան, չէ՞, տենց։ Դրանք ընդդիմություն չեն, կամ չգիտեմ, այնտեղ բոլորին դեմ կա, որ բոլորին դեմ է, բայց բոլորին չգիտի խիա դեմ։ Էդմոն Մարուկյանին ո՞նց է վերաբերվում։ Էդմոն Մարուկյանին շատ վատ են վերաբերվում։ Հիմա ինքը ընդդիմությունից է թե ոչ ընդդիմություն։ Էդմոն Մարուկյանը իմ համար երբևիցե ընդդիմություն չի համարվել, եթե անկեղծ լինենք, անկախ նրանից, եթե Էդմոն Մարուկյանը պայմանականորեն հայտնվեր ինչ-որ դաշինքում, որ ես ստիպված պետքա լինեի որպես ընդդիմադիր ընտրեի, ես Էդմոն Մարուկյանին էլի չէի համարի ընդդիմադիր, որովհետև այդ մարդը հատուկ հանձնարարականներով դեսպան է։ Բայց նայ, լավ, ասենք իրենք էլեկտորատ ունեն, այսօր ունեն, որ մասնակցում են, օրինակ ու կան իրոք կուսակցություններ, ովքեր ոչ էլեկտորատ ունեն, ոչ էլ ինչ-որ մարդիկ իրենց համակրում են իրենց գործունեությանը, որովհետև կամ նորաստեղծ են, կամ ասենք, չէ, ինչ-որ բաներ են, արբանյակներից բացի կան կուսակցություններ, որ տենց նոր ձևավորված կամ կանեն նախկինում, ասենք ազգային ժողովը, օրինակ Էդմոն Մարուկյանի Լուսավոր Հայաստանի մասին է խոսքը։ Հիմա Լուսավոր Հայաստանը քանի ձեն կտանի։ Դե 4-5 երևի։ Ես մտածեցի տոկոս ես ասելու։ Չէ, 4-5 է։ Ինչքան կուսակցության թվականակն է կարծում եմ, կարող է պլյուս մինուս հարազատներ։ Բայց այդ կարծիքին է, չէ։ Արի չէ, մենք հասկանանք իրար հետ, իրանք բախի են մասնակցում 4-5 օգտան։ Դա ինչ անեն։ Քաղաքական ուժ են հայտ են ներկայացնում։ Հանրապետականն էլ է քաղաքական ուժ։ Հանրապետականը չի գնում մանդատների հետևից։ Հանրապետական ուզում է Նիկոլ Փաշինյանը գնա։ Դե բայց իրենք պատկերացնում են, չէ, որ 4% 4 ձայն ունեն, ասում են։ Փորձում են, չէ։
Իրանք անկախ ամեն ինչից գիտեն, որ իշխանություն վերցնել իրանք չեն կարող։ Հիմա գոնե փորձում են։ Չէ, այսինքն դու պատրաստ ես 4% 4 զենի համար։ Ես չէ, եթե ես պատրաստ լինեի, Էդմոն Մարուկյանը էլ հանրապետականը չէի լինի։ Չէ, Էդմոն Մարուկյանը պատրաստ է 4 զենի համար։ Խի Էդմոն Մարուկյանը պատրաստ չէր, Նիկոլ Փաշինյանը սուրճ ըմպեր, պատրաստ չէր Նիկոլ Փաշինյանի համագործակցել։ Դրա տակ մտնողը դրա տակ չի մտնի։ Կմտնի, չէ։ Եթե Դավաճանի ձեռքը սեղմում է, հատուկ հանձնարարականներով դեսպանա դառնում, չէ։ Հա, բայց դա լրիվ աբսուրդ է, էլի ամեն դեպքում։ Հա, բայց այդ կուսակցությունը չեմ ուզում այդ քննադատությունների դաշտ մտնել, բայց աբսուրդ է, էլի։ Այդտենց շատ կուսակցություններ կան, բայց ես դրա համար ասում, պետքա գնան ընտրեն իրական ընդդիմադիրներին։ Այո, միանշանակ իրապես ընդդիմադիրներին ձեր հոգու խորքում դուք բնականաբար գիտեք յուրաքանչյուրի անցած ճանապարհը, յուրաքանչյուրի քաղաքական գործունեությունը եւ այլն եւ այլն։ Այդ մենք չի որ ձեզ պետք է ուղղորդենք, մենք ուղղակի կոչ ենք անում, լավ, սենց Նիկոլին չընտրել։ Դե տենց դոգնել ունի, ասենք քաղաքական։ Լավ։ Այդ արդեն անցած ուղի որտեղից ես դու պեղել այդ կուսակցությունների մասին։ Նայել եմ ցանկը ովքեր են մասնակցում, հետաքրքրված եմ։ Մարության Հայկն էլ է մասնակցում։ Դե Մարության Հայկը, ասենք, աբսուրդ է։ Ոնց ես միշտ ասում, չէ՞, ինչ որ Ալենը Հայկոյի մոտ Մարության Հայկի մոտ Ալենը մեռել էր աշխատում։ Հիմա Մարության Հայկն էլ կարող է ուզում անդիմություն աշխատի Ալենի մոտ, չգիտեմ։ Բայց այնուամենայնիվ ես կապակցված մարդիկ են իրար, որ ասենք պետքա նայել ով Նիկոլի հետ չի աշխատել, գնալ ընտրել նրան։ Ասենք սևերի սպիտակների բաժանող մարդը ոնց կարա էլի, ասենք սպիտակներին թողի գա սևերի մոտ, հետո սևերին թողի գնա սպիտակների մոտ, էս բեն մի հատ իրանք ունեին, չէ՞, Մկո Հայկոյի սկեչ կար, ասում է սևերն են քոնը, թե սպիտակները, ասում է սևերը, ասում է բա սպիտակներն ունես, մա իմն է։ Հիմա Հայկոյինն է, սևեր, սպիտակներ։ Դե ինքը բաժանեց, որ այդա գա։ Բաժան, հա, էլի բաժանել է, տենց օքեյ։ Հա, բայց մեր հայրենակիցները թո հետևություններ են։ Հայկ Մարությանը ասել է չի լինում, Հայկո գիտենք։ Ասում է, այդ Հայկոյի բաները տեսել ես, վիդեոռոլիկները, որ սարքում է։ Բայց իդեպ լավ է ստացվում։ Չէ, անկեղծ լինենք, ինքը որպես դերասան, ռեժիսոր կամ չգիտեմ, օպերատոր, Մեսի չի կարա։ Չի կարա թուլա։ Հա, դե բան չունեմ ասելու։ Տես, ինքը սուպեր մաման իդեալական ստացել է որպես ֆիլմ։ Հա, անգեր գնա դերասանության զբաղվի, հա, անգամ մեջի իմաստա դրե։ Բայց ճոգել ես Հայկոն ինչ անում, որ ընտրություն ալնում, մասնակցում է, 3 ամիս շուտ գալիս է քաղաքական հայտը ներկայացնում է, խոսում անգում է մեյդան, հետո հենց չի ստացվում, գործերը թողում է, Էթումացի ախպեր բաներ անում, թատրոնում բան ուներ, ներկայացումներ ուներ ախպեր, ներկայացումներն անում, էլի գալիս է ընտրություններ, մի 2-3 ամիս շուտ մի կոմ է դնում, այն մարդը գործ էլի զբաղվում է։ Այն նկատել ես։ Ես իրան տենց եմ նայում, գործը բա հայատներում, բակերում, չէ, առավելևս Երևանում մասնավորապես կան չէ մարդիկ են, որ ախպեր մենք քաղաքականությունով չենք զբաղվում, եկել նայում ես ես իմ շտաբի պետն եմ։ Ինքը այդ 3 ամիսը ախպեր ջան, ասենք մեր ախպերն է, մեր հորոխբոր տղու ընկերը զանգեց իր հորքուրի մորքուրի մարդն է։ Դե հա, տենց ինչ է հերո բարեկամ են։ Ընտրությունների հաջորդ օրը տենում ես ընդ էլի է ֆայլա բազարում կաշկա, քշում կամ ինչ որ գործով ազբաղված էլի, հա։ Դե հա, հետո էլ ասում է դե բա ինչ անեի, ցավը տամ, մի գիտենք Նիկոլը չի ընտրվի կամ բան։ Հիմա պատկերացնում ես օրինակ Հայաստան դաշինքի ինչքան 21 թվականի ասենք շտաբի պետեր ու ժողովուրդ են չէ եղել, որ 22-ին ամսի արդեն խնդրեմ էր ստացվում, որովհետև չեղավ Նիկոլին գրել։ Ցավոք սրտի, անկեղծ էլի, ես իրոք կուզեի, որ Նիկոլ Փաշինյանը ոչ 18 թվականին ընտրվեր, ոչ 21, որ մեր երկրի ղեկավարը լիներ adekvat մարդ, կապ չունի թե ինչ։ Հայրենասեր, Սևան ջան, գոնե։ Նայ, մենք ունենք հայրենասեր, ընկեր adekvat։ Հա, հասել ենք մի կետի, որ ուզում ենք, որ գոնե մարդը գիրշ չլինի։ Նորմալ մարդ։ Հա, գոնե Ախր դու ասում ես հայրենասեր, հա, հայրենասերը դուր հասած, չէ։ Գոնե որ գիրշ չլինի, դա շուտ էինք։ Դեղերի կախվածություն չունենա, 21 թվականն էինք ուզում։ Հիմա այս պարագայում մեր հայրենակիցների մոտ բնականաբար տարբեր հարցեր առաջանալու, բայց ելի եմ կրկնում, չսիրելով մի քաղաքական գործչին կորցնել Հայաստանի Հանրապետությունը, հաստատ չարժի, հա, այդ եմ ասում, ոնց որ ասում եմ, լայն տեսականի ունեք, այս կողմեն, որ կողմը նայում եք, Նիկոլին մի ընտրեք։ Հա, մենակ Նիկոլին մի ընտրեք, որովհետև Նիկոլին ընտրելով դուք ձեր գերեզմանն եք փորում, այսինքն դուք քվյա թերթիկը ձեր ձեռքում քվյա խցիկում դուք ձեր խղճի հետ եք
արդեն։ Անկամ եթե ձեզ ուղղորդել են կամ չգիտեմ ինչ որ մի ձև վարչական ռեսուրսը օգտագործել են կամ իրենց պաշտոնները, դու քվյա խցիկու մենակ եք ձեր խղճի հետ ու այդ խղճով ապրելու եք հաջորդ 5 տարին, արժի արդյոք այդ խարանը վերցնել ու ձեր վրա պահել եւս 5 տարի։ Բնականաբար ես կարծում եմ, որ մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը անգամ պատրաստ չի, որտեվ այդ մարդը գիժ լինելուց բացի, այդ մարդը ուղիղ ստախոս է, իր խոստումներից նախընտրական ոչ 18 թվին նա արե, որ 21 թվին նա արե, ու ես ձեզ վստահեցնում եմ նախորդ, որ 26 թվին էլ չի անելու։ Չեք տեսնելու դու Նիկոլ Փաշինյանի օրոք խաղաղություն։ Նիկոլ Փաշինյանի օրոք Էրդողանը գալու է, ոնց որ հիմա եկել է Ադրբեջանի փոխվարչապետը, տարել են աղվերան, ասում են, այս տարածքները նայ որն ես ուզում, արիստե որն ես հավանում, այն ժամանակ երևի բանով են ցույց տվել, հեռախոսով կամ նկարներով, մարդը տարածքը նայ հավանել է, եկել է որ վերցնի, էլի արդեն։ Ու այս իրականությունը, եթե ինչ-որ մեկին 10 տարի առաջ պատմեինք, ինքը իրապես կմտածեր, որ մենք ենք գիժ, բայց փաստացի Նիկոլ Փաշինյանը մեզ սարքեց Ընկեր, այդ ինձ 18-19 թվականին լիքը ավակ ընկերներ ասում էին, որ Նիկոլ Փաշինյանը եկել է, որ հանձնի Արցախը։ Ես ուղիղ ինձ սկզբում Արցախը, հետո արդեն կարծում եմ։ Չէ, հետոյի մասին խոսակցություն չի գնաց, ամեն դեպքում։ Ինձ ասում էին, որ հաստատ հանձնելու, ասում էի դե տենց ոնց կլինի էլի, չէի իմ մեջ ինչքան էլ ասենք բան էի անում, չէի մտածում, որ կլինի հայ մեկ ղեկավար, ով կհրաժարվի Արցախից։ Կյանքում չեմ մտածել, դու մտածել ես նման բան, որ կլինի ինչ-որ ժամանակ, որ Արցախից հրաժարվող ղեկավար կունենանք։ Ես երեք նայում էի, իմ մոտ շուշտ է բերում Կարեն Դեմիրճյանը, տեսել ես այդ վիդեոը, ծխելով խոսում է, իրան հարց են տալի հայրենիքի հետ կապված Արցախի, ասում է, իսկ դուք մտածում եք, որ կա հայ, ով որ ուզում է, որ Արցախը մեզնից անջատ լինի կամ մերը չլինի, ասում է, ես բացառում է, պատկերացնում եք, Կարեն Սերոպիչը բացառում է, որ կգտնվի մեկ հայ, որ կարա նման կարծիք ունենա։ Ու պատկերացնում ես ինքը հիմա ականատես լիներ այս իրավիճակին ու այն ինչը որ ինքը բացառում էր դարձել է իրական։ Այն ժամանակ, ասենք ես քո անցած հյուրը մեր ոդկասթում Նայիրան էր Կարապետյան, նախկին ԱԺՊ պատգամավոր, ես տեսել եմ թե Նայիրա Զորաբյանի հետ միասին Եվրոպայում ոնց էին պայքարում ադրբեջանցիների դեմ ու ինֆորմացիա ունեին, որ ԵԽԽՎ-ի ղեկավարողներ նախագահողներ այդ ժամանակ Պետրո Ագրամունդը ինչ որ կաշառքի մեջ է մեղադրվում ադրբեջանցի պատգամավորների հետ նավթային դոլարները ի վնաս Հայաստանի էր այդ ամեն ինչը ու այդ մարդիկ բարձրաձայնում էին ես դրա մասին լավ եմ հիշում այսինքն նայ տես այն ժամանակվա պատգամավորները ինչով էին զբաղվում իսկ հիմիկվա պատգամավորները ովքեր են ու այդ մեր հայրենակիցներն է պետք է տենան ու շատ կարճ ժամանակ է անցել էլի կարելի է հետ գնալ ամբողջ համացանցը դրա եթե անգամ մոռացել եք, վերցրեք 5 կամ չգիտեք, եթե չգիտեք, օրինակ կլինեն 18-19 տարեկան երիտասարդներ կամ 16-17 տարեկան, ովքեր, ասենք, չգիտեն 13 տարի առաջ ինչ ա եղել 2013 թվականին, բայց մենք էդի տեսել ենք ու մեր աչքի առաջ ա եղել ու դրա համար ենք այսօր խոսում ու դրա համար է որ Ալիևը ասում էր որ մենք 30 տարի պարտված ենք եղել Ալիևն է ասում ու պնդում է որ եւ դիվանագիտության դաշտում եւ պատերազմի դաշտում դե հա ամեն դեպքում մարդը ասում ենք 30 տարի պարտված ենք եղել հիմա ասում է այ ախպեր գիտեք մենք ինչ հաղթող կողմ ենք եւ այլն բան ընկեր դու ինչ ուզում պահանջում է դու մեզ չես հաղթել հայ ժողովրդին չես հաղթել մեր զինվորներին ու սպայական կազմին հրամանատարներին չես հաղթել դու Նիկոլի հետ պայմանավորվել ես փողը տվել ես վերցրել ես այդ մարդն էլ հայրենիքի գող ու վաճառական է այն ժամանակ փողը տվել են որ քիչ գրի կամ շատ գրի հիմա էլ փողը տվել են որ քիչ տա կամ շատ տա այդ մարդու տրամաբանությունը դա է ամբողջությամբ դրան տանում այդ հետևությունները ձեր ցավը տանեմ ախր դուք պետք է անեք ես իմ հետևությունները ասեցի 20 թվականից ի վեր մինչև էդ էլ չեմ հավատացել որ Նիկոլ Փաշինյանը կա ինչ-որ լավ բան անի որովհետև իր անցյալը նայում ես լավ բանի մասին չէ խոզ էր խանձում չէ այտենց բաներով էր զբաղված մամայի եփած նուրիշա եւ այլն ախր որ խորանանք այդ իրանց տան պատերը այդ Կրիշտիանո Ռոնալդո եւ Մեսի չէ ասենք այդ ցավը տանում այդ մարդը եթե
տան պատերը չի գաջում, որ մաքուր լինի, էլի սիրուն։ Ոնց կարա երկրի պատերը անառիկ պահի, գաջի։ Հա իր տունը ոնց պահել, տենց է պետք է անկեղծ լինենք, էլի։ Ոնց կարա տենց մարդը փոխվի այդ տարիքում։ Կամ եթե տունը այդ իրավիճակում է, ինքը տունը տեղում չի։ Ոնց կարա ինքը գնա արտերկիր, բանակցի հայ ժողովրդի շահերից, եթե ստեղ ինքը տեղում չի։ Մի օր կնիկը կա, մի օր չկա։ Մի օր անվտանգությունը 50 հոգի է, մի օր 20 հոգի է, ու սենց շարունակա, որ մեկն ասես։ Ախր այս մարդուն արդարացնելու համար ամենայն անկեղծությամբ գեթ մեկ պատճառ չեք գտնի, որ ասեք, հիմա լավ, կարող է մի հատ էլ ասեք չթողեցին այդ խեղճտղեն աշխատի, այս 8 տարի է։ Այն ժամանակ նոր է, չէ, ասում են, չեն թողում այս խեղճտղեն եկել է, չեն թողում աշխատի։ Եկել է երկիրը ղեկավարի ու ամբողջությամբ երկրի հերնանից էլ է։ Ինչ ղեկավարի, ասենք, էլ ինչ թողես, ինչ տեղ կա թողելու։ Ուղղակի մեր հասարակության այդ մի փոքր ընդդիմադիր դաշտի տարաձայնություններից ես այդպես մի փոքր տարակուսած եմ լինում, բայց ամեն դեպքում չեմ պետքա չպարակվել, բոլոր ընդդիմադիրները պետքա մեկ միասնական, ոնց որ ասում մեկ միասնական շտաբով պայքարեն, որ շատ ձայներ հավաքեն ու հաղթեն Նիկոլին։ Դե ուրեմն Սևան ջան, նա եթե Նիկոլ Փաշինյանը կարողանում է պարակտին դիմությանը, ինքը հաղթում է։ Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթում է, Հայաստանի Հանրապետություն չի լինում, հաղթում են թուրքերը։ Հիմա եթե ընդդիմությունը ներանձնական բաների պատճառով, ամբիցիաների եւ այլն ինքը թողում է որ Նիկոլ Փաշինյանը ընտրվի, որովհետև մեկի ականջը մեկի դուրը չի գալի կամ մեկի նախորդ կոստյումը կամ նախկին պաշտոնյան, դե ուրեմն բոլորս իրանց պատճառով պետքա կործանվենք։ Իրանց խի եմ ասում, որովհետև ես չեմ առանձնացնում, ես խրամատը չեմ լքել, ես ընդդիմադիր եմ, ընդդիմադիրել մնալու եմ, ես հիմա պայքարում եմ, որ դուք ավելի շատ ձայներ տանեք։ Դուք էլ բարի եղեք, իրար հետ ավելի լավ եղեք։ Ախպերություն անենք, ոնց որ ասում եմ, որպեսզի Նիկոլին հանենք։ Գոնե իրար չխփեն էլի, այս փուլում գոնե իրար։ Գոնե այս փուլում եկեք մենք էլ ենք օգտվում այդ մեր առաջարկած օրակարգից, դրա համար շատ մարդկանց բան չենք ասում։ Ոնց էր ասում Արմեն Գրիգորյանը, սրան հանենք, որ մարդ չմեռնի, էլ ոնց ասեմ, այս մարդը որ մնաց, էլի մարդիկ են զոհվելու, մահանալու, սպանվելու, այս ընտրություններին են Խզմալյան բան դրանք մասնակցում են։ Այդ Խզմալյանը ոնց որ չի մասնակցում, հետո միավորվեցին շոու մեկը։ Եթե մի երկու բան ավել խմած լինի, կարող է ասի դե լավ։ Ու նայած իր ֆինանսավորողները, այսինքն իսկ այն DMM-ի մասին ինչ կասես։ Այն որ բոլորին դեմ, հա։ Հա, այդ որ ինչ որ DMM-ն բան, այտենց անուն են դրել, իրանք ինչ որ մեկի կողմից են։ Առողջ քննադատության շրջանակներում ինձ էլ ճիշտ հասկացեք, ուրեմն բոլորին դեմը պատրաստ է, չէ՞ ինչ որ համագործակցություն, եթե մարդը բոլորին դեմ է, ոնց է համագործակցել։ Ախպեր ինքը բոլորին դեմ է, անունն է այտենց, ոչ թե իրանք են բոլորին դեմ։ Հա, բայց Սևան ջան, անունը ամեն ինչ։ Հիմա իմ անունը որ լիներ բոլորին դեմ։ Իմ անունը չլներ Սևան, լիներ բոլորին դեմ։ Դու դեմ ես, չէ՞ ինձ։ Ախպեր, բայց իմ անունն է այտենց, ես դեմ չեմ քեզ, ախպեր, իրանք էլ Նիկոլին դեմ չեն։ Պրոստե բոլորին են դեմ։ Չէ, դա անունն է այդպես։ Լավ։ Մենք անունը կարող լիներ բոլորին դեմ եմ, ախպեր։ Հա, բայց ոչ մի հարմար ավելի տարբերակ չկար, որ հենց բոլորին դեմ։ Բոլորին է, ասենք կարող լիներ թուրքերին եմ դեմ։ Դա դեմ։ նայ, հիմա ես դա հասկանում եմ, որ տենց է, որ բոլորին դեմ է, չի նշանակում, որ ինքն է։ Իր անունն է տենց։ Գնաց է պետրեգիստրում գրել եմ բոլորին դեմ եմ։ Հիմա լավ, Արարատ Միրզոյանի անունը Արարատ է, բայց ինքը դեմ է, որ Արարատը հայկականն է։ Հիմա ինչ անի։ Հիմա անունը Արարատ է։ Դե էդ էլ ասեմ դրանց անունն է բոլորին դեմ, բայց նա ինքը բոլոր ինքը իրանք Նիկոլի այդ համագործակցողներն են։ Հա, իրանք իդեպ ասում են, որ դիտարկենք դա։ Նախ անցողիկ շեմը չեմ կարծում, որ կհաղթահարեն, բայց լավ է որ փորձում են։ Էդ էլ է մի բան։ Թե հա ինչ որ PR տեսանկյունից բան են գտել ու տենց զբաղվում են։ Ես ուրախանում եմ, որ լինում են ուժեր նորահայտ, փառք ասում մեր կուսակցությունը ինչ անկախացել ենք կա։ Մենք այդ առումով ոնց որ ասում է ինչ կա Հայաստանի Հանրապետությունը, կան հանրապետականները ու հանրապետականների անցած ճանապարհը ես չի որ պետքա պատմեմ, բացատրեմ, կարծում եմ ավակ սերունդը գիտի, երիտասարդներն էլ հիմա են տեսնում, նենց որ այդ առումով մենք խնդիր չունենք։ Հիմա այս նորաստեղծ ուժերի լավը գիտեք որն է, որ կան երիտասարդ գործիչներ, որ հիմա իրանք գոնե փորձում են իրանց ուժերը ու կարծում են, որ ինչ որ մի պահի իրանք միգուցե կարողանան քաղաքական դաշտում լավ գործիչներ դառնալ, որտեվ Սևան ջան, առողջ սերնդափոխություն այնուամենայնիվ պետք է լինելու, այսինքն ես չեմ համարում, որ պետք է մենակ հանրապետականները մնան ու հաջորդ 50 տարին իրանք պայքարեն կամ բան։ Պետք են բոլորին դեմերը, բոլորին կողմերը եւ այլն, բայց այդ ամեն ինչը պետք է լինի առողջ քննադատության շրջանակ
շրջանակներում, ոչ թե անձնական ամբիցիայի դաշտում։ Պետքա չլինի այն փոխկապակցվածությունը, որ դու գիտես ինչ կա, ժամանակին հանրապետականներին բարև ես տվել, ուրեմն դու նախկին ես եւ այսպես շարունակ։ Նախ հանրապետականներին բարև տալու համար բավականին մեծ հերթեր էին գոյանում, մինչեւ 2018 թվականը բաժակներները ձեռները ֆրֆռում էին, որ տենային ում այդ ինչ նկար կպցնեն, որ հետո գնան ինչ որ մի բան կպցնեն, ու այդ մարդիկ արդեն բանա Պետրոսի սկզբունքով կամ բան ասում են, մենք աղբեր ջան, մեր չեմ էլ ուզում մտնեմ այդ դաշտը, ինքն ու Թաթոյանը իրար նորմալ հասկացան, ոնց հասկացա, բայց այնուամենայնիվ էլի, ասենք ժողովուրդ ջան, հիմա մենք պայքարում ենք, որ Նիկոլին հանենք, թե տենանք ում հետ ինչ Թե արի ընդդիմադիրներին չքննադատենք, եղբայր ու ընդդիմադիր չի։ Դե հա, ամեն դեպքում Պետրոսը գիտենք ով է, բազմիցս արտահայտվել է։ Խնդրում եմ արի կոչ անենք մեր ընդդիմադիր հայրենակիցներին, մեր ընտրողներին, մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ հարգելի հայրենակիցներ, մեր խնդրանքն է, որ գնաք ընտրեք իրական ընդդիմությանը ու խնդրեմ դու էլ Տեսեք, հայրենակիցներ ջան, մեր ընդդիմադիրներ ջան, մենք այս խրամատով անցնում ենք 18 թվականից ի վեր, շատերը հայտնվել են այդ խրամատում 20 թվականին, 21 եւ այսպես շարունակ։ Մենք բոլորիդ գրկաբաց ընդունել ենք, ով ուզեցել է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, թեվի ուսուսի գնացել ենք այդ խրամատով այն ճանապարհով տարբեր փողոցային պայքարի շրջանակներում։ Հիմա նույն համախմբվածության կոչերն եմ անում, որպեսզի մենք կարողանանք սրան հեռացնենք, հետո արդեն այդ իշխանափոխության շրջանակներում ես ձեզ հավատացնում եմ, որ մեծ ծանր աշխատանք է սպասվում յուրաքանչյուրին, ով որ հետագայում պաշտոն է զբաղեցնելու, որպեսզի մենք վերականգնենք մեր սահմանները, մեր արժանապատվությունը, ինքնիշխանությունը եւ այսպես շարունակ։ Այնպես որ պետք է համախմբվենք, որպեսզի մեր օրինակով մեր քաղաքացիները տեսնեն, որ ինչ լավ համախմբված անդիմությունը պայքարման Նիկոլի դեմ, որ իրանք էլ մեր հետևից գան այդ խրամատ ընտրեն ձեզ մասնավորապես մեզ բոլորիս ու մենք կարողանանք ստեղծենք այն Հայաստանի Հանրապետությունը, որը որ միշտ ոչ միայն երազել ենք ունենանք, այլ պայքարել ենք, որ ունենանք ու այս աշխատավորների օրով ես կուզենայի, որ այս կոչը ստեղ հասներ բոլորին, մեկս մյուսին փոխանցենք, մեկս մյուսին շնորհավորեինք ու կարողանայինք հունիսի 7-ից հետո ու ընդհանրապես Նիկոլից հետո մեկս մյուսին շնորհավորեինք ու այն սերն ու համերաշխությունը, որը որ իբր Նիկոլ Փաշինյանն էր բերել սփռել Հայաստանի վրա, որը գոյություն չունի, իրապես լինի համերաշխություն ու իրապես լինի խաղաղություն։ Շնորհակալ եմ, որ մեր հետ էիք, կրկին խնդրում եմ, որ ակտիվ լինեք, տարածեք կոմենտներում, ուղարկեք ձեր ընկերներին, եթե ունեք հարցեր, իսկ եթե կլինեն ցանկություններ հյուրի հարցեր կային ինձ գրել են, ես ասեմ, հենա ասեցիր, հիշեցի, գրել են, որ մեզ ցանկանում են մեր մոտ տեսնել Էդգար Ղազարյանին ու կփորձենք Հա, պատասխանենք դրանով, փորձենք, որովհետև այն մտերիմ հարաբերություններ ունի, հա։ Կփորձենք, եթե այս փուլում, որտեվ ընտրական process-ը հասկանանք իրենք որ փուլում են պայքարի, որ մասին են հասել իր զբաղվածությամբ, այնպես որ ակտիվ եղեք, եւս առաջարկներ ուղարկեք, մի սահմանափակվեք 1 կամ 2 հյուրի շրջանակներում, որովհետեւ մենք շաբաթը 3 օր միասին ենք ու շարունակելու ենք նույն ռեժիմով աշխատենք միասին։